Ուրեմն sense միած ես ոչ գյուտ եմ անում, ոչ միտքը երևի շատերի մոտ է առաջացել այդ հարցը, որը ես հիմա հնչեցնի։ Այս կարգով հարցը մղում են եկեղեցականներին։ Բայց որ եթե դուք Քրիստոսի ծառաներ եք, Քրիստոսը ասել է, որտեղ 2-3 հոգի հավաքվեն Քրիստոսի անվան տակ, այնտեղ Քրիստոսն է ձեր դեմը խախտ չկա, հենց Բագրատ Պաստազանը ինչ է, հենց ինչ միտինգ հավաքեց է, ծեց կերա, ինչ ասես այնտեղ, ես հավաքվածները ուժեցին, վիրավորվեցին, մարմնական վնասվածքները, Քրիստոս կար իրանց հետ, ոչ, եթե դուք Քրիստոսի ծառաներ եք, բայց ո՞նց թույլ տվեց Քրիստոսը, որ արխիեպիսկոպոս կոչեցյալներին բանտարկի, այդ Նիկոլը պղծարար ծախուկ եզանի, ընդեսեք ոնց աբարդ է ծարել, ինչ էր ասում, բայց հիմա խոսքը դրա մասին չի, բոք, ասում եք ծուր լսեք դուս խոսեն, բայց եթե Քրիստոսի ծառաներ եք, եթե Քրիստոսին եք ծառայում, եթե Քրիստոսի ծառայող եք, բայց ոնց է երկնային իշխանությունն է մենք ինքն է Քրիստոսը, Հիսուս Քրիստոսը, որը այս տահի նստած է Աստծո աջ կողմը և ոչ իշխանությունը, ոչ միայն երկրի վրա, երկնքում, տրված է իրեն, այսինքն վարչապետը երկնային Հիսուս Քրիստոսն է, բայց ոնց է թույլ տվել, որ այսքան այսպես ուժեք այս գրեհիկ պղծարար մարդակի ձերքից, Նիկոլ Փաշինյան կոչվածից, սա հարց է, երևի շատերի մոտ է առաջացել, չէ՞, ուրեմն այս բանը ես մեկ անգամ եմ նշեմ, որ ոչ մի կերպ կապդիցի, ես չեմ պաշտպանում եկեղեցական կոչեցյալների, ոչ այդ կաթողիկոս կոչեցյալին ես չեմ մոռացել, որ Սերժիկի օրոք մոռացավ, ոնց են հանել իրացումներին ու մարշել բան են անում, զինվորականների կողք մարշիրավատ են անում, զոլդատների նման, ասենց էժանա գնեցնում եք, Քրիստոնի հավատքը, ինչպես ասում, էժանացնում եք, կամ ոնց էլ երբ գնացել էր վազգին կոչվածը, Тбилиси, католикոսի, աչքերս ծակ, у тебя все есть, никакой не а разве есть Քրիստոս տալու, հախտ կաշի, ոչ հարցը սրանում չի էլի, բայց ես դրա հետ մեկտեղ ես նշում եմ, որ նաև հարցը Նիկոլ կոչված Փաշինյանը թիրախավորել է սրանց ոչ թե եկեղեցին մաքրելու համար, անձնական կեղծաշահերի նպատակների համար, նաև ոչ միայն եկեղեցին, այլ ողջ հանրապետությունը հետագա ավելի շատ, ավելի խորը պղծելու արևմուտքի պատվերը կատարելու համար։ Լավ, հիմա խոսքը կիսամարտակ այժմ Նիկոլի մասին չի, նա նիվապրուս, եթե հնարավորություն ունենալ, նա ջոկած դեյված հավաքի, իդեր կոչ են անում, միացեկի, ստերևույթին ուրիշ հնարավորություն չկա, որովհետև սրիկաները Նիկոլի հետ կապված, նա ձուլված ես կացեի, Նիկոլի հետ հետ գաղթիկը, Ռոբիկ Սերժիկ իրեն սաղ էտ տնբամբասը կուսակցությունների, ձեզ կշում եմ ես Հայաստանի քաղաքացիների նեման, քշում են նոր ընտրությունները, ինչ է նշանակում կապ չունի, ինչպես մասնակցի։ Այս գաղթության Նիկոլի հերթական լեգիտիմացումն է։ Սակայն մենք որի անգամ ովքեր լսված են քաղաքական դաշտ, սրիկաներ են բոլորը, որովհետև կառավարվում են դրսից եւ ծառայում են դրսից։ Նաև նույն դաշնակները, որոնց դրսից հրանգել են, պետք է մասնակցեք այդ լեգիտիմացմանը, Նիկոլ գաղթությունների այդ ընտրությունների 26 թվականին։ Այնինչ ճիշտ է, իհարկե բոյկոտելն է։ Եթե գոնե մի թիքյա, մի փոքր խիղճ ժամանակ է Հայաստանցու մեջ, նա իհարկե չի մասնակցի։ Որ համարին չկայացած ընտրությունները, հասկանում եք, սա է նպատակը։ Եվ ամեն օր անցկացնել ընտրություններ, որոնք չկայացած են, որոնք միջև որ դրանք չռադելն են։
մաքրեն իրենց քաղաքական դաշտը, այդ հնարավորությունը կա, բայց թեորիապես էլի, քանի որ անգամ այդ աստիճանի հասկացողություն չկա հայաստանյան հասարակության, ինչպես հասարակության ամբողջ գենության մեջ, ցավոք։ Այստեղ խանգարում են ես հենց խոսում եմ, բայց ինչ անեմ, կազմակերպան։ Հիմա ես չունեմ այդ հնարավորությունը, ես կսակացնեի ձերս հետ Նիկոլ Ստականցին։ Նաև եթե ես լինեի վարչապետը, ուրեմն իհարկե ինձ միշտ ուզել է եկեղեցական հարցերը հավաքել կապված, ինչ կանեի ես։ Ես ուղղակի կբանավիճեի, չթիրախավորելով ինչ-որ մեկի, որպեսզի այո, հավաքի հարցերի շուրջ, որպեսզի ջերի երես դուրս գան հասկացողները եւ այլն ավելի շատ ավելի խորը, որոնց կսատարի ապետ մերի վերական պարտադրին որ ասի, մաքրելի իրենցից եկեղեցի, բանավեճների քննարկումների այս ձևով, բայց այս Սրիկան Նիկոլը լրիվ այլ հակառակ նպատակներ ունի, չկրկնվեն, եւ այս պահին այսօր նա դիախավորել է հենց Կաթրիկոսին եւ պատրաստում է գրոհել նրան, արդեն գրոհում է, որպեսզի հեռացնի, կարգալուծի, դադարեցնի Կաթրիկոսը լինելու, իր ինչ-որ մեկի նշանակի ուղղակի։ Հիմա որն է իր դիրքորոշումը, ես չգիտեմ ասացի թե չէ, որովհետեւ մոռանում եմ, ոչ ոքին, ոչ մեկին այդ երկուսից ես սատարում ասած օրինակ բերել։ Հիմա որը կգներ ձեր դիրքորոշումը, եթե հանկարծ դուք, չգիտեմ, փողոցում հերվից լսեիք կամ տնից պատշգամբից նայեք, երկու հատ ամենավերջի խուլիգաները, իրոք տականքներ, խուլիգաներ տռիվ են տալիս, մեկը մեկից բետար։ Հիմա դուք կողքովանցնում եք, դուք ունեք այդ հնարավորությունը, լավ վիճակում եք ֆիզիկական եւ կարող եք խառնվել սրա կողմնակիցներ լինեք, սրա կողմնակ, բայց դուք հասկանում եք։ Հա, ու դուք վատ մարդ եք, ասում եմ, հա, բարելավել դեպի, հա։ Իսկ նա դուք հասկանում եք, սա է տականք, ինչ զգացում ձեզ մոտ կառաջանում, ինչ դիրքորոշում։ Դե համարյա նույնն է մի բանը իմ մոտ, պետք է հասկանալ, որ եկեղեցին արդեն պղծված է։ Ես չեմ նվազեցնում, ոչ մի ցանկություն չունեմ եկեղեցու որոշ դրական բաները հաջորդի պատմության մեջ, բայց դա առանձին շատ երկար թեմա է, եկեք շեղեմ։ Բայց դե խոսքը հենց զուտ քրիստոնյա հավատի մասին է։ Դե տեսեք, անի Բագրատունիների վերջի հակավորությունը վերացավ։ Կաթրիկոսը չէ, որ դարպասները անի բացեց բյուզանդական զորքի համար։ Սա է դա առանձին բավականին բարդ թեմա է, բայց վերացավ չկա այդ պետականություն։ Նիկոլ Հայաստանը վերացավ, անցյալվեց եկեղեցի տակ։ Իդեպ հետո sense հարցը դա առաջանում։ 10 հոգի նույնը Իսկարիոտներ, որոնք արքիեպիսկոպոս կոչվածներ, որոնք անցել են Նիկոլի կողմնակից են զարել։ Կներեք, ինչ-որ շատ չի, 10 հոգի, լավ ասենք 1, 2, 3, 4, 10 հոգի։ Ուրեմն դա այդ բանի մասին է, թե խոսում, նաև այդ մթնոլորտի մասին, զուտ մթնոլորտի մասին, որ տիրում է այդ եկեղեցին։ Լավ, ես չխոսեմ, հիմա ես հիմա Երևանում եմ գտնվում, եւ արդեն կոչերը չի անում, որ գնան պաշտպանեն այդ Կաթրիկոս կոչվածին։ Վաղը Նիկոլը մուսորներով գրոհելի է նստավայրը Կաթրիկոսի։ Այսինքն նստած են տանը, հիմա ես ունեմ ընդրություն, իմ մոտ ցանկություն չի առաջանում, ասեմ, գնաք որ մի սխալի պաշտպանես, մեկը մյուսից ավելի բետար սխալ է։ Ես իմ հագար սխալ չհասկանա, որ սխալ հասկանա։ Սակի Նիկոլը, սա իր անձնակազմով, սա կապի մեջ է, սակի է։ Միևնույն ժամանակ գտնվում են ցանկություն չկա ոչ մեկ Կաթրիկոս կոչվածի պաշտպան, լամա տոսես մնա, մի վերջիկը, ասես չլուծված մնա։ Լուծումը նրանումն է, որ տականք սենկա Նիկոլին անհրաժեշտ է սատկացնել։ Ինչը հնարավոր է միայն զիվատ ջոկատովով, ես միակ չգիտեմ, զիվորական լեզվով ինչպես են ասում, կորպուս ունենայի, 1.5 դիվիզիա ունենայի հարևան երկրում, օրինակ Պաշտպանստանում, հնարավորություն կա, ես հավաքի դիվիզիա, մտնեք սատկացնել, սաղի բոլորին, որ Նիկոլ պաշտպանել։
Հա, կներեք, քանի չեմ որ ասեմ, որ հիշեցի, ես սխալ ասեցի, Գարեգին էր դրա անունը, Գարեգին չէ, Վազգեն ասեցի, սխալ ասեցի։ Չնայած տարբերությունը ես անեք այդքան մեծը չի։ Մի բան էր, քանի չեմ մոռացել դա ասել, Գյումրու, որին ձերբակալեցին, Միքայել Արխի, չեմ կարող ասել, ով է ձեզ սովորացել, այլ որն է սատանեն ադեգա, այդ ինչ է, Գրիգորից լուսավորիչն է, ես չեմ հավատա, այս բան չկա, կամ Իսուս Քրիստոսն է ձեզ պարտադրել, որ ձեզ ղախպազան կոչեր, եսի միջազան կոչեր, դուք հասկանում եք սրանք ինչքան են հերվածել ճշմարտությունից, դա ոնց չասես, Քրիստոսը ասել է, հրատ է աստվածաշնչում, այդ ղախպետներ գիտեն է ախր, ասում է, ոչ ոքի, ոչ մեկին երկրին վրա մի կոչիկ, ոչ հայր, ոչ տեր, հայրներ, տերներ, երկրքում է, տեր աստվածը։ Հենց ղախտեկը ոնց է պարտադրի, որ ես կա, արա սատան հավակույն, զբորիշը, տենց էլ է դրացել, աստվածը շնչում դա էլ է դրացել, ինչ ասեմ, երկար չխոսենք, մեր ցանկությունը մնում է, մեր ցանկություն ճիշտ ձևը Նիկոլին հեռացնելը և հետևեցին մաքրելը ճիշտ ձևով։ Իսկ Աստծո կամքը մնում է Աստծո կամք։ Ինչ կլինի դեր կտեսնենք, բայց դերի խոսքը դեռ էլի տասնի։